Էլեկտրաէներգիան դադարեցրել է հոսքը, որպեսզի ավելի մեծ վնասներ չառաջանան եւ չվնասեն շենքին եւ հարակից շրջաններին։ Եթե մոտենաք տարածքին կտեսնեք, որ ամբողջ պատը նախագահական նստավայրի այրվել է, շրջակա սեփական տան պատը այրվել է, ծառերը շրջակա ասում են, բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, հուսանք այդպես է, ներկայումս արդեն հրդեհը մարված է, բայց որոշակի ծխացող դեռ մնացել է, հուսանք շուտով դա էլ կդադարեցվի եւ տեղի կունենան քննչական աշխատանքներ եւ կբարձ կդառնա թե ինչի արդյունքում է ուրեմն ասում են բայց ամիսներ շարունակ արդեն 1 տարի շարունակ ականատես ենք լինում որ նման կներեք հզոր տեխնիկա, մեքենաներ անընդհատ բարձրանում են անտառային տարածքում, հենց դիքի վերևում, սեփական տունը, որը ժամանակին մանկապարտեզ էր եւ թաղի երեխաները այցելում էին այդ մանկապարտեզ կրթվելու, մանկապարտեզը քանդվեց եւ այդտեղ բազմաբնակարան շենք է կառուցվում, այդ շենքի կառուցման արդյունքում հզոր տեխնիկա է օգտագործվում, որը միշտ անհանգստություն է պատճառում բնակիչներին եւ նախագահական նստավայրի անվտանգությունը անդադ նրանց զգուշացնում է դրա Նրանք գողեգող գիշերը փորձում են մեքենաները բարձրացնել, որը աղմուկ է ավելի առաջացնում եւ ավելի է վնասում, մեր անդորն է խանգարում, շատ հաճախ արգելակները չեն պահում, դանդաղ են բարձրանում, շատ վատ է նրանց այդ աշխատանքները տեղի ունենում Եվ շինարարական այդ ամբողջ փոշին, ամբողջ աշխատանքները խանգարում էին մեր անդորին ամբողջ 1 տարի շարունակ։ Բարձրաձայնել են բազմիցս, հենց առաջինը, երբ որ սկսեցին քանդել այդ տարածքը, որպեսզի իրականացնեն շինարարությունը, առաջինը ես եմ բարձրաձայնել եւ քաղաքապետարանը ինձ կամահրանքով վերաբերվեց իմ բարձրաձայնելուն, ծիծաղելով ինձ իմ լայվ վիդեոին ինձ նույնիսկ աննորմալ ներկայացնելով, բայց հասանք այն օրվան, որ ինձ զգուշացնում էի, դա տեղի ունեցավ եւ չի կարելի նման տարածքում, որը միշտ եղել է սեփական տներով շրջափակված եւ այնպես է եղել, որ բոլորս էլ գիտենք, որ այս տարածքում շինարարությունը անհնար է նման հզոր տեխնիկայով, նման հզոր պատշունային աշխատանքներով շինարարություն իրականացնել, եկանք հասանք այս վիճակին, որ եղավ այն ինչ եղավ, բարեբախտաբար ոչ մարդկային զոհերով Շինարարությունը թաղի բնակիչները ասում են, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ է տեղի ունենում եւ այստեղ կողքնել է շենք կառուցվել նրա միջնորդությամբ եւ այս թաղամասը նրա հովանու տանիքի ներքո է միշտ այդ խոսակցություններն են չնայած ինչ որ ասում են եթե ապացույց չունես անմեղության կանխամարգածը թողենք մի կողմ անցած տարի երբ որ սկսեցին շինարարական աշխատանքները մի ճարտարապետ էր նախագծող շինարար ասաց ես եմ շինարարության ղեկավարը ասացի ինչ ես անում երբ որ գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված ամբողջ բուլժնիկները հայերեն թարգմանությունը կներեք չգիտեմ նրանք քանդում էին իրենց ծանր տեխնիկայով բարձրանալով եւ վնասում էին այդ մեքենաներով թրթուրավոր անիվներով մեքենաներով այդ ճանապարհին ասում էի ձմեռը դուք եք ձեր գալու սարքեք որ անիվները կարողանանք բարձրանալ եւ չսահի մեքենաները նրանք ասացին դա քո խնդրը չի դա քո լուծելու հարցը չի ու այսօրվա դրությամբ եկանք հասանք նրան որ այն ինչը իմ լուծելու հարցը չէր իմ ասածը չէր իմ բարձրաձայնածը չպետք է լիներ եղավ այն ինչ եղավ պայթյուն որը հոգեկան ֆիզիկական եւ նյութական վնաս պատճառեց շենքի բնակիչներին եւ շրջակա տարածքին նաեւ անձամբ ինձ որովհետեւ իմ մեքենայի հետամասը նույնպես այրվել է Մենք մի փոքր ուշ միացանք նախկինում կարծես թե նման դեպքեր կրկին եղել են հա նշված ճանապարհը առհասարակ նախատեսված չէ նման բեռնատար մեծ մեքենաների համար այս հարցը կարծես թե դուք նախկինում կրկին բարձրաձայնել եք այսպես ասեմ նմանատիպ պայթյուն առաջի անգամ է ամբողջ
37 տարիների ընթացքում, որ ես այս տարածքում բնակվում եմ, միշտ փոքր ծավալի շինարարական աշխատանքներ են այստեղ եղել ու բոլորը գիտեին, որ Անտառային փողոցը, քանի որ մուտքը միակողմանի է, նախագահական նստավայրի գարաժները բոլորս գիտենք փակ են, այնտեղ հնարավոր չէ անցուդարձ կազմակերպել անվտանգության հատուկ թույլ, նույնիսկ սովորական օթորակիչ տեղադրելու համար նախկին իշխանությունների ժամանակ մենք բոլորս զգուշացնում ենք նախագահական նստավայրին, որ պետք է բերենք հատուկ մեքենա, որ օթորակիչը տեղակայի մեր շենքի տարածքում, որովհետև անհնար է, բակերը նեղ են, ճանապարհը նեղ է եւ վնասում է ընդհանուր տեղաշարժին։ Անցած տարի երբ սկսեց շինարարությունը եւ թրթուրավոր մեքենայով ամբողջ ասեցի գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված ճանապարհը նրանք ավիրեցին, բառից բուն իմաստով, ես զգուշացրեցի, քաղաքապետարան զանգեցին, ինձ ասեցին հիստերիկ, ինչ բառով ասես դիմեցին, ասեցին քո պրոբլեմն է, նույնիսկ գործատուիս մոտ զանգել էին գործատուի սպառնալիքներով, որ ձեր աշխատողը շինարարական թույլտվություններ չեք ստանա, որովհետև ձեր աշխատողը նման խնդիրներ է բարձրաձայնում, արդյունքում եղավ այն, որ նրանց ծանր տեխնիկան, ծանր մեքենաները չկարողացան հաղթահարել, շրջվեց, հերիք չի վնաս պատճառեց, անմեղ կայանած մեքենաներին նրանք այրվեցին, բացի դա էլ այսօր տեսանք ինչ տեղի ունեցավ, մեծ հրդե, ծուխը լցվեց շենքի բնակիչների բնակարանները, շքամուտքերը, մեքենաները այրվեցին, էտա։ Իսկ ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Մանկապարտեզի շենքը, որը ժամանակի սեփական տունը վերածված էր մանկապարտեզի շենքի, ամենայն հավանականությամբ սեփականատերերը գնում էր, որ պետք է արտագաղթեն երկրից, գնացել էին, վաճառել էին երրորդ անձն էլ այդտեղ բազմաբնակարան շենք է կառուցում, որը որ եթե դուք ինքներդ բարձրանաք այդ տարածքը կտեսնեք, այդտեղ անտրամաբանական է բազմաբնակարան շենք կառուցել, երբ որ նեղ ճանապարհ դիքի վրա պարկինգ հնարավոր չէ այդտեղ անել, ինչ խոսք, կարող եք մի երկու այս կողքի սեփական շենքի կողքը, էլի բազմաբնակարան շենք, բերեցին նախագահական նստավայրի քթի տակ, անվտանգության խաթարելով, ազգային անվտանգության խորհրդի անվտանգությունը խաթարելով, բազմահարկ շենք կառուցեցին, որը խանգարում է ամբողջ երթևեկությանը, խցանում է ստեղծում պիկ ժամերին, նույնն էլ վերևը ու ասում եմ դա իշխանության թողտվության արդյունքում է եւ նրանց տանիքի ներքո է ինչ կատարվում է նրանց տանիքի ներքո այս տարածքը վերածել են ոսկե կարասի ով ինչքան կարում է այդ կարասից քամում է